Տիգին Կարապետյանց ինչպես է գնահատում այս ընտրությունների լեգիտիմությունը։ Դե այս տարբերակով ես իմ անձնական անհատական կարծիքը պիտի ասեմ, գնահատում եմ ոչ թափանցիկ, ոչ ազատ, բռնաճնշումներով, այսպես հետապնդումներով հեղեղված եւ բազմաթիվ խախտումներով, բնականաբար սա անխատեսելի է։ Նիկոլ Փաշինյանը վաղուց էր նախապատրաստվում այսպիսի բռնաճնշումների, այսպիսի գործողությունների, ավելին ինքը հող էր նախապատրաստել, որպեսզի սատարում ստանալ նաև միջազգային գործընկերներից, ոնց հասկանում եմ, գոնե մինչև այս պահը միջազգային գործընկերները սկզբունքորեն չեն ուզում տեսնել այն ամիսներ շարունակ տևող հետապնդումները, այնպես որ զարմանալու բան չկա, այսպես պիտի լիներ, ափսոս, որ կան մարդիկ, որոնք որ այս ընթացքում անհատապես դուժեցին ու շատ ծանր վիճակում են, մասնավորապես Արտուր Ռոսիկյան եւ մնացած այլ քաղաքական բանտարկյալները։ Եվ ինչ մարտավարություն պետք է որդեգրի խորհրդարան անցած ընդդիմությունը։ Անկեղծ ասած, այդ ուժերն են, որոնք խորհուրդներ չեն ընդունում, իրենք տպավորությունա, որ հղում են անում իրենց երկարատև փորձի կամ իրենց մեծ կապերի վրա, իրենք մեր խորհրդի կարիքը չունեն, այնպես որ ամեն դեպքում ցանկացած գործողություն, որը կիրականացվի, ես հուսամ, որ դա բխելու է Հայաստանի Հանրապետության շահերից եւ իրենք հաշվի կառնեն, որ իրենց ձայն են տվել ոչ միայն իրենց համախոհները, այլև այն մարդիկ, ովքեր զուտ իրենց նախընտրել են իրենց ձայն տալ, որովհետեւ հույս են կապել, որ իրենց գործողություններով կամ իրենց պարլամենտ անցնելով երկրում իրավիճակ կարող է փոխվի։ Ես գիտեմ բազմաթիվ այդպիսի մարդկանց, ովքեր մեր համախոհներն են, մեր ընկերներն են, բայց միայն զուտ մի բանի համար, որ երկրում ավելի մեծ թիմը կարող ավելի մեծ շանս ունի փոփոխություններ անելու, ու դրա համար քվեարկել են այդ ուժի համար ու իրենք պատասխանատվություն կզգան ամեն դեպքում ու չեն դարձնի նոր հերթական էտապ չեն կունենա խաղերի, նոր խաղերի փոխադարձ պայմանավորվածությունների ու այսպիսի այլ իրավիճակների։ Խորհրդարան չանցած ուժերին, այդ թվում բոլորին դեմեմին, մեղադրում են ձայները փոշիացնելու մեջ, եւ որ այդ հանգամանքը որոշիչ է եղել այս պատկերի ձևավորման հարցում։ Ինչպես կարձագանքեք։ Մեր պրոյեկտը բոլորին դեմ են պրոյեկտը հնարավորություն տվեց, որպեսզի դաշտ կան, այսինքն քվեարկության կան ու մասնակցեն են մարդիկ, ովքեր գործող հայտնի մասնակցող ուժերից որևէ մեկի համար տանից դուրս չէին գալու ու քվեարկության չէին գալու, չէին մասնակցելու։ Արդյունքում մենք ենք ապահովել այն 20,000 լրացուցիչ, 20,000-ից ավել մարդկանց մասնակցությունը եւ մեղադրողները թող նա հարցնան, բա դուք ինչ եք արել։ Մենք գեներացրել ենք 20,000 մարդ, որոնք չէին գնալու ընտրություններին մասնակցեն առհասարակ։ Ես մեղադրանքները չեմ ընդունում եւ բոլոր նրանք, ովքեր փոքր ուժերից չանցնող ուժերից չեկան ու չմիացան այս գաղափարին, ոչ թե մեծ կոնկրետ, այլ գաղափարը առաջ տանելու համար, թող հիմա վայելեն իրենց մի քանի տոկոսը, որը թույլ չի տալիս անցնել անցողի շեմ չի ապահովում այս խաղի պայմաններում։ Եվ մի բան էլ ես հասկացա, որ որոշ ուժեր մասնակցել են ոչ թե հաղթելու համար, ոչ թե երկրում փոփոխություններ անելու համար, այլ ինչպես իրենց համախոհներն էին արձագանքել իմ Facebook-յան էջի վրա, նշել են, որ իրենք գոնե կստանան տոկոս, գումարներ կստանան իրենց 2% հատելու առիթով, այսինքն մարդիկ կան, որոնք մասնակցել են զուտ օրինակ պետությունից ֆինանսավորում ստանալու համար։ Մեր նպատակը մեկն է հավասար պայմաններ ստեղծել բոլոր ուժերի համար, հատկապես փոքր ուժերի համար։ Եթե սա չէր նպատակը, ես այդպես էլ կասկածներ ունեի, որ հիմնական փոքր խաղացողների մասնակիցների նպատակը ուղղակի կամ գումար ստանալն էր հետագայում կամ իրանք ուղղակի սատելիտներ են, որոնց հանձնարարություն էր տվել գալու մասնակցել։ Ու ես լուրջ կասկածներ ունեմ, սա իմ անձնական տեսակետն է, որ այդքան ձայներ օրինակ չեն փախցրել մեծ թիմերից, ինչքան որ փոքր թիմերից կարող էին դա անել, որովհետև մենք չունենք այդքան ռեսուրս բոլոր տեղամասերում մարդկանց ունենալու, բոլոր տվյալները վերահաշվարկելու հնարավորություն չունենք եւ բնականաբար մեզանից կարող են ձայն տարածել։ Բայց այս սատելիտ թիմերը բնականաբար շատ գոհ ու երջանիկ են այդ առիթով, որովհետև կարողացել են ապահովել մասնավորապես օրինակ կարող են ապահովել Նիկոլ Փաշինյանի համար
ձայներ ու չեն էլ նեղվելու նրանից, որ իրենց ձայներից մի մասը կարող է վերցրած ու տեղավորածեն Նիկոլ Փաշինյանի տրցակում։ Այս որ նորմալ է, այսպես էլ պիտի լիներ, եթե խաղի կանոններն այսպիսին են, այսպիսի հետևանքել պիտի լինեն, բայց հասարակությունը պիտի իմանա, որ մենք այս կանոն չենք սահմանափակվելու, բնականաբար մենք շարունակելու ենք պայքարը ու Հայաստանում պիտի լինեն նորմալ ազատ արդար ընտրություններ եւ մենք լծվելու ենք այդ գործընթացին։ Քրեական հետապնդում է հայոցվել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գալիկ Ծառուկյանի նկատմամբ, նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խոցափելու մեջ, ավելի վաղ հրապարակումներ եղան, որ ԲԿ առաջնորդն Զվարթնոց օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն Եվվահ մարմինները թույլ չեն տվել։ Ձեր գնահատականը։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ բոլորի հետևից գնալ ու կապ չունի, որ ինքը դրա իրավունքը չուներ, հակասահմանադրական էր իր խոստումները ու գործողությունները, մարդը ասեց, մարդը արեց։ Ընդդիմությանն էլ ինչ ասեմ, շնորհավորում եմ, երբ միասնական ճակատ ձևավորելու տրամաբանությամբ փորձում ենք բոլորին հետ հանդիպել խոսել, շատերը դեռ շատ ինքնավստահ իրենց ուժերի վրա կարծում էին, որ միայնակ կարող են այս աղետը կանգնեցնել, բայց ինչ ասեմ, դե մարդը ասել է, արել է, դուք էլ կարծես թե այս խաղի կանոնների հետ բոլորը հաշտ էին։ Կարծում են, որ իրենք էլ կարող են այս խաղի կանոններում հաղթող դուրս գալ։ Ինչ ասես մարդկանց, երբ որ գաղափարական միտք է ստանում, ապաչարկներ է անում, բայց իրենք շարունակում են մնալ այդ երազանքի մեջ, որ մի օր էլ իրանք կգան, իրանք կկառավարեն, իրանք կլինեն այս երկրի թագավոր, ասենք ինչ ասես այդ մարդկանց։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը շատ մեծ սխալ արեցին, երբ գերագնահատեցին իրենց հնարավորությունները, կարծեցին, որ ճանաչելի լինելը կամ շատ ավելի ֆինանսապես կայուն վիճակում լինելը շատ ավելի կարևոր է, քան փոքր ուժերը, որտեղ մենք խոսել ենք դեռ նժար սանդրակալ շարժում առանձին եղած ժամանակ ենք հանդիպումներ ու զրույցներ ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց իրենք նախընտրեցին տենց ինքնուրույն առանձին միայնակ գնալը, միայնակ հպարտ գնալը, դե հիմա վայելում են ինչ որ կանխատեսելի էր։ Ես ասեմ, որ սա դեռ սկիզբն է լինելու, ես վստահ եմ, որ մենք դեռ շատ լուրջ հետևանքներ ու բռնաճնշումներ ենք տեսնելու։ Սա բանի ոնց էր Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու միջոց է, ես կարծում եմ այլ տարբերակներ կառաջարկել, բայց իդեմը չի համաձայնվել Ծառուկյանը այլ տարբերակների, հիմա փորձելու են բռնաճնշումներով, հետապնդումներով, քրեական գործերով կալանքով ու մնացած բոլոր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով փորձելու են ճնշում գործադրել, տեսնենք, առաջի դեպքը չի, վերջի դեպքը չի լինելու, դա սա երկար է, խմորը երկար է տևելու, շատ ջուր է տանելու։